Մարդու իրավունքների պաշտպանը չի ցանկանում գնահատական տալ քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու առաջին ատյանի դատարանի որոշմանը։ Արման Թաթոյանն այսօրի պատասխան ազատության հարցին, թե արդյոք իրավաչափ է ամանորի գիշերը ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի համար Սաֆարյանին 2 տարի անազատության մեջ պահելը, հետևյալ պատասխանը տվեց։ Գևորգ Սաֆարյանը դատապարտվել է դատանի կողմից, դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ մտած չէ, ես չեմ կարող որևէ գնահատական տալ, դեռ բողոքարկման փուլում է, ես այդտեղ օրենքը արգելում եմ մարդու իրավունքների պաշտպանին որևէ միջամտություն իրականացնել։ Ես դա կլինի օրենքի կոպիտ խախտում, եթե ես որևէ գնահատական տամ, դա դատական դեռ դատավճիռը նույնիսկ չի մտել օրինական ուժի մեջ։ Ես ասում եմ գնահատական չեմ կարող տալ։ Միպից գնահատականներ կհնչեն, սակայն 2016-ի ամռանը Սասնա ծռերի զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի տարածքի գրավման եւ դրան հաջորդած օրերի զարգացումների վերաբերյալ աշխատանքային զեկույցը, որն օմբուդսմենի գրասենյակը խոստացել էր հրապարակել դեռ մինչեւ անցած տարեվերջ, կներկայացվի առաջիկա 1 ամսվա ընթացքում։ Շատ հաստարկված, կարծում եմ շատ լավ զեկույց է ստացվելու գնահատականներով թիրախային, բայց քննության հետ կապված որոշակի մենք ճշգրտված տվյալների ստացման անհրաժեշտություն ունենք, ես մի հատ գրություն եմ հիմա ուղարկել քննչական մարմիններին նոր, մի հատ դա առաջիկայում արդեն կարծում եմ կստանամ, կամփոփեմ ու կհրապարակեմ։ Ինչ վերաբերում է անցած դեկտեմբերի 29-ի Չինարիի գյուղի մերձակայքում Ադրբեջանի դիվերսիոն հարձակմանը եւ դրա հետևանքներին առնչվող ՄԻՊ-ի կատարած փաստահավաք աշխատանքներին, ապա դրանք արդեն ավարտվել են։ Ըստ Թաթոյանի, իրենք մանրակրկիտ աշխատանք են տարել հնարավորինս առարկայական ներկայացնելով ադրբեջանական զինուժի հարձակումներն ու գնդակոծությունները հայկական դիրքերի եւ խաղաղ բնակչության վրա։ Միջադեպը, որից սկսեց, դա 3 հայ զինծառայողի կյանքից զրկելն էր եւ այդ առումով մեր փաստահավաք աշխատանքները ցույց տվեցին, որ հարձակումը կամ կյանքից զրկելը տեղի ունեցել այն պայմաններում, երբ բացակայել է որևէ վտանգ հայ զինծառայողների կողմից հակառակ կողմին վնաս հասցնելու։ Օմբուդսմենի գրասենյակը Չինարիում աշխատել է նաև հունվարի առաջին օրերին, ամսի 3-ին երեկոյան, իսկ 8-ին գիշերային ժամերին գյուղը կրկին գնդակոծվել է։ Թիրախավորվել են հատկապես դպրոցն ու մանկապարտեզը։ Թաթոյանն ասում է, հաշվի առնելով այն փաստը, որ գյուղի շրջակայքում չկա որևէ զորամաս, դա եւս մեկ անգամ ապացուցում է, Ադրբեջանը հստակ նպատակադրվել է վնաս հասցնել խաղաղ բնակիչների կյանքին ու առողջությանը։ Որպեսզի արդյունավետ լիներ մեր աշխատանքները փաստահավաք, մենք դա նույնպես այս ընդհանուրի մեջ ներառեցինք, դա Բաղանից Ոսկեպար ճանապարհի գնդակոծումն է, որը ակնհայտորեն դարձյալ, քանի որ այն ժամանակ եղել, որը մարդիկ երթևեկության այսպես թե ժամանակն է եւ շատ այդտեղ հնարավոր է ակնկալել եւ մեքենաներ եւ շարժ, սա դարձյալ սահմանը Google Earth-ի նախատեսած, սա Ադրբեջանի կողմից է, սա Հայաստանի կողմից է, եւ տեսեք, այստեղ մենք ուղիղ գրել ենք մոտավորապես տվյալները եւ այս հատվածն է, որը վտանգավոր է։ Օմբուդսմենն ասաց, զեկույցը դեռ որևէ միջազգային կառույցի չի ներկայացվել, առաջիկա շաբաթվա ընթացքում Թաթոյանը այցելելու է նախ Ստրասբուրգ, ապա Բրյուսել եւ այնտեղ հանդիպելու է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս պահին կորեկտ չեմ համարում խոսել, թե ես ինչ արձագանք կակնկալեմ կամ ինչպես։ Ակնկալիքներ ունեմ իհարկե, հա, բայց հրապարակային, որպեսզի չկաշկանդեմ նաև եւ իմ գործընկերներին եւ հետագա աշխատանքը, ընթացքում անընդհատ կապի մեջ կլինենք։ Արման Թաթոյանին հարցրեցին նաև Human Rights Watch կազմակերպության Հայաստանին նվիրված վերջին զեկույցի մասին, որտեղ հեղինակները մարդու իրավունքների պաշտպանությունը խնդրահարույց են որակում։ Պետք է ասեմ, որ այն ինչ իրենք հրապարակել էին, նախապես իհարկե նաև ինչպես մեր այստեղի հասարակական կազմակերպությունների, այնպես էլ ինձ հետ, ընդ որում ինձ հետ մի քանի անգամ քննարկումներ եղել են։ Եվ նաև տեղեկություններ, որ այդտեղ կան, մենք ենք տրամադրել, իհարկե, որ խախտումները, որովհետև այդ գնահատականները որ կա, այսպես ասեմ, շատ ավելի մանրամասն ես եմ պատրաստվում դա։ Արման Թաթոյանը սակայն չմեկնաբանեց ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ հանրապետական Մարգարիտ Սարգսյանի այն հայտարարությունը, թե զեկույցը միակողմանի է, քանի որ այնտեղ հիշատակում չկա ՊՊՑ գնդի տարածքի գրավման ընթացքում զոհված 3 ոստիկանների մասին։ Օմբուդսմենը միայն նշեց, երբ ներկայացնի սեփական զեկույցը կպատասխանի բոլոր հարցերին։